նիստում քննարկված մյուս հարցը վերաբերում էր Արդարադատության նախարարության կողմից շրջանառված նախագծին։ E-Draft հարթակում տեղադրված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որը վարչական ակտի բողոքարկման դեպքում դրա գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերացման մասին է։ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանվում են վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները։ Մասնավորապես նշված հոդվածի համաձայն վիճարկման հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Վահագն Համբարձումյանն այս նախագիծը խնդրահարույց է համարում, նշելով, որ ըստ օրենքի կարգավորման տնտեսվարող սուբյեկտի կամ քաղաքացու նկատմամբ գործող վարչական ակտը բողոքարկման պահից կասեցվում է, իսկ օրենքը տալիս է բացառություններ վարչական ակտի կասեցման լուրջ հետևանքների առաջացման դեպքում։ Ինչ առաջարկում Արդարադատության նախարարությունը, ասում է բերեք այդ բացառությունները, քանի որ շատացել են, բերեք ընդհանրապես հանենք եւ դնենք, որ ակտի ուրեմն բողոքարկումը չի կասեցնում, այլ պետք է հայց, որը ով դիմում է ակտի բողոքարկման համար, պետք է ինքը հիմնավորի։ Այսինքն պետությունը ըստ էության բեռը, այդ ապացուցողական բեռը վերցնում եւ փոխանցում է տնտեսվարող սուբյեկտին։ Այն դեպքում եւ նույնիսկ այսօրվա կարգավորումը կարողանում է այդ խնդիրը լուծել հենց նրանով, որ կան անհետաձգելի անհապաղ կատարման ակտեր, որ վարչական մարմինը ինքն է որոշում կայացնում, էլ չի սպասում միջով դատարան։ ՓՄՁ խորհրդի անդամները եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները բացասական դիրքորոշում հայտնեցին հարցի շուրջ։ Որոշվեց, որ նախագիծը կլրամշակվի ՀՀ Արդարադատության նախարարության կողմից եղած կարգավորումների շրջանակում բացառություններ սահմանելու տրամաբանությամբ, որից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը կներկայացնի արդյունքները փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄԶ խորհրդի հաջորդ նիստի շրջանակներում։